Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Աբրամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Այսօր ես ուզում եմ, որ խոսենք որպես առիթ օգտագործելով Գյումրիի ընտրությունները, բայց միայն որպես առիթ օգտագործելով մի հատ ավելի լայն ընդհանրացված թեմայի մասին, անկախ նրանից, թե Գյումրիի ընտրությունների թեման որքան ժամանակ դեռ ակտուալ կլինի, որքան ժամանակ կմեկնաբանվի, այստեղ շատ կարևոր ընդհանրացումներ կան անելու ոչ թե բուն ընտրությունների հետ կապված, այլ նրա հետ կապված, թե ինչպես են հայկական այս մեր քաղաքական երկբևեռ դաշտի քաղաքական ուժերը մի կողմից Նիկոլենք, մյուս կողմից այսպես կոչված նախկինները, եթե ընդհանրացված ասենք, ինչպես են արդեն ամբողջ ուժով այս ընտրությունների արդյունքը օգտագործելով քարոզչություն ծավալում, հաստացի համոզելով մեզ, որ իրանցից բացի այլ ընտրանք չկա եւ հնարավոր էլ չի որ լինի եւ այս ամեն ինչը բնականաբար 2026 թվականի ընտրությունների արդեն նախապատրաստման կոնտեքստում է։ Հիմա մինչև այդ բուն անցնել ուղղակի երկու բառով ասեմ, զուտ ինձանից այսպես ասած խորհուրդ ես չեմ պատրաստում Գյումրվա ուրեմն ընտրությունների արդյունքները վերլուծել զուտ որպես խորհուրդ այսպես ասած կարող եք ընդունել ամեն դեպքում այդ արդյունքները պրոյեկտել ապագայի վրա բավականին մեծ չափազանցություն կա դրա մեջ, բացի տեղական սպეციფիկայից, ես ուղղակի մի դեպք հիշեցնեմ ու անցնենք առաջ 2016 թվականին էլի Գյումրիում թիմ ընտրություններ էին, այն ժամանակ ընդդիմադիր կուսակցություններից մեկը մասնակցեց այդ ընտրություններին, հավաքեց 600 քանի ձայն կարծեմ, հենց 600 քանի, ոչ 1000-ին չհասնող, դա մոտավորապես 1.40, այլ մոտավորապես եմ հիշում տոկոս էր ընդհանուր ձայների, այդ դրանից հետո շատ մեծ ճգնաժամ սկսվեց այդ ընդդիմադիր կուսակցության մեջ, նույնիսկ նոր վարչություն ընտրեցին, ընդհանրապես խոսակցություններ գնացին նրա մասին, որ այլևս սպառվել է իրենց ամբիցիաները, եւ ընդհանրապես 2 տարի անց այդ նույն կուսակցությունը Հայաստանի իշխող ուժ դարձավ։ Ուզում եմ ասեմ, որ քաղաքական process-ները իրանք իհարկե կարող են բացատրել ինչ որ բեռով բոլորս գիտենք, բայց դա չի հարցը, քաղաքական process-ները ունեն անկանխատեսելիության որոշակի պաշար, դինամիզմ եւ կախված իրավիճակի արագ փոփոխություններից, ինչպես տեսնում եք 620 ձայնը կարա դառնա համապետական ընտրությունների 80% ձայն։ Ուզում եմ ասեմ, մի շտապեք եզրահանգումներ, մանավանդ որ այն ինչը որ մատուցվում է, մեծ մասը, ինչ որ մատուցվում է որպես վերլուծություն, իրականում վերլուծություն չի, քարոզչություն է, երկու կողմերը հիմա ակտիվ քարոզչության մեջ են մտել այս թեմայի շուրջ, կամ ուղղակի դիլետանտական կարծիքներ են մարդիկ կան, ես անձամբ ճանաչում եմ, որ Գյումրի տեղը նույնիսկ առանց չափազանցնելու քարտեզի վրա կարողա չիմանալ, ես այդպիսի մարդկանց ճանաչում եմ, Գյումրիում ընդհանրապես եղած չեն, Հայաստան ընդհանրապես չեն ճանաչում Երևանից դուրս, բայց շատ մեծ այսպես բաներ են գրում, ես տեսնում եմ, ասենք մտքումս ծիծաղում եմ, ասում մտքումս տան ճպտում եմ, լավ ասում եմ, առաջ հիմա բայց անցնենք բուն թեմային, ուրեմն այս ագրեսիվ քարոզչությունը, որը սկսվել է երկուստեղ։ Մի կողմից ուրեմն իշխող ուժի կողմնակիցներն են, որոնք ասում են, այ տեսակ, որ եթե մեզ չեք ընտրում, եթե Նիկոլին չեք ընտրում, ուրեմն այդ բոբոներն են գալիս, հա, միակ այլ ընտրանքը Նիկոլենց այդ բոբոներն են, եւ այստեղ իրենք առիթից իհարկե օգտվում են, Վարդան Ղուկասյանի կերպարը բոլորս գիտենք, որ շատ այսպես Հիմա կարևոր չի ինքը իրականում ինչպիսին է կամ ինչքանով է իրոք շատ ավելի այսպես ասած պայմանական ասած, ավելի այսպես ասած օդիոզ, քան այն մյուս ասենք կերպարները հայտնի է, դա էական չի, օբյեկտիվ իրականության մասին չենք խոսում, այլ նրա մասին, թե ինչ կերպար է ժամանակի ընթացքում ստեղծվել, հիմա որքանով օբյեկտիվ, որքանով սուբյեկտիվ էական չի, բայց ստեղծվել է եւ շատ հարմար է։ Մեզ բոլորիս այս սխեման մենք շատ լավ գիտենք, այդ բոբոների բանը ստեղծել է, որ Նիկոլին եթե չեք ընտրում, եթե չեք աջակցում, ուրեմն բոբոներն են, բայց այստեղ թարմացում է լավ տեղի ունենում, իրենց համար լավ իհարկե, որովհետև նախքին այդ մի քիչ մաշվել էր արդեն այդ սխեման, տենց абստրակտ նախկիններ, հետո ասենք Ռոբերտ Քոչյան մի քիչ արդեն այդ էներգիան չկար, ասենք այդ թեմայի մեջ ոնց որ 21 թվականին, իսկ այստեղ թարմացում է տեղի ունեցել, Հայաստանի երկրորդ քաղաքն է, եւ այսպես շատ այդպես կերպարը, որը բոլորս հիշում ենք 2000-ականներին շատ մեծ այսպես աղմուկ հանած կերպարը, շատ հարմար է, բնականաբար ամբողջ ուժով իրանք հիմա դա քարոզում են, որ միակ տարբերակն է սա, կամ Նիկոլ կամ բոբոներ եւ վերում են ուրեմն Վարդան Ղուկասյանի օրինակը։ Սա Նիկոլենց կողմից ինչ է, շատ պարզ բան է, բոլորը ծանոթ եք, դրա համար չեմ բացատրում այս սխեման, բայց աշխատող է, որովհետեւ ինքը հաշվարկած է մարդու հոգեբանության վրա, ոչ թե ուղեղի վրա, ոչ թե բանականության վրա,
հոգեբանության վրա, որ մարդկանց մեջ այդ մտնի, վախը մտնի, տագնապը մտնի, անհանգստությունը մտնի եւ մանավանդ առաջին հայացքից թվում է թե ճիշտ, որովհետեւ քարոշչությունը այդպես է աշխատում, ինքը վերցնում է առաջին հայացքից մի հատ ճիշտ ակնհայտ բնդում եւ սկսում է հոգեբանական գրող։ Հիմա սա Նիկոլայս կողմից մյուս կողմը կա, էլի շատ ակտիվ, sense տարածում են, որ ու նույնիսկ բավականին տես լուրջ նորմալ մարդիկ, ասենք, sense էլի նայում ես մի քիչ է զարմանում ես, որ հա հասկանում ենք Վարդան Ղուկասյանը խնդրահարույց կերպար է, այո, բայց կարևորը այս չարիքից ազատվելն է, հայրենիքը փրկելն է, այս ինչ անենք, պետք է մենք ու էլի նախապատրաստում է, որ այստեղ Վարդան Ղուկասյանը առիթ է նախապատրաստում է, որ արդեն չգիտեմ կամ համապետական ընտրություններին ընդառաջ կամ եթե ինչ որ process-ներ նախատեսում են մինչև այդ, որ էլի ինչ որ մի այսպես ասած ուզած-չուզած ինչ որ մի չարյած փոքրագույն, ինչ որ մի բոբո կերպարի շուրջ, այսպես ասած ճակերտավոր ուզած-չուզած պետք է համախմբվենք, ինչ անենք, ուրիշ տարբերակ չկա։ Այդ կոնսենսուս մինուս 1, այդ նավտալինոտ կոնցեպցիան, որին էլի մի փոքր հետո կանդրադառնանք, եւ այն որ եւ երկու կողմն էլ ասում են, որ այս բանից դուրս, այս ընտրությունից դուրս ուրիշ ընտրություն չկա, հա հասկանում ենք կան արժանի գուցե ուժեր, նոր ուժեր, արժանի մարդիկ, բայց իրենք որևէ շանս չունեն, շանսը միայն այս երկուսը ունեն։ Եվ տեսնում ենք, որ ըստ էության երկու կողմներ, այդ իրար այդպես հակադրվող կողմերը թշնամության հասնող, հա երկուսն էլ իրար չարիք են համարում, չգիտեմ, թուրք են համարում, դավաճան են համարում, այս երկու կողմերը ըստ էության նույն բանն են ասում։ Ու ինչը շատ մեծ չպետք է զարմացնի, որտեղ վերջի մի քանի տարում ընդհանրապես իրանք մեծ հաշվով նույն բանն են ասում, ուղղակի այնպես են աղմկում եւ հատուկ հենց այդքան աղմկում են, որ այդ աղմուկի հետևը դուք չզգաք, որ մեծ հաշվով իրանք անդադ նույն բանն են ասում եւ ըստ ունեցության ունեն ընդհանուր շահ։ Եվ այդ ընդհանուր շահը բնականաբար այս եղած երկբևեռ համակարգի, որտեղ երկուսն էլ իրենց փայը ունեն, որտեղ հասկանում եք, օրինակ ասենք ԱԺ-ում ֆրակցիա ունենալը, դա նույնպես իշխանության մաս լինել է մեծ հաշվով, հա։ Եվ բնականաբար, անկախ նույնիսկ այս բանից, երկուսին էլ ձեռնտու է, որ էլի քաղաքական խաղի մեջ այս հենց իրենք մնան եւ իրենք էլ շարունակեն, եւ սա ես կկոչեի այս ինչ որ իրանք հիմա անում են, փաստացի քարոզչական պատերազմ է, երկուստեք, երկկողմանի քարոզչական պատերազմ է մեր հանրության դեմ։ Այլ կերպ ես սա կոչել չեմ կարող։ Հիմա ընդհանրապես դա մի կողմ թողնենք, որ ասենք ինձ համար օրինակ զարմանալի են մարդիկ, որ իրենց այդքան թույլ են համարում, անկարող են համարում, որ չեք կարող իրանք փաստորեն մեր հանրությունը համախմբեն, այդ պոտենցիալը իրենց մեջ չեն տեսնում, չեն հավատում իրենց ուժերին, թեկուզ դա տարիներ պանջի եւ ջանք պանջի եւ փնտրում են, այսպես ասած, ինչ որ մի հատ ուժեղ տղա, բոբոյի կերպարով ուժեղ տղա, որին իրենք պատրաստ են աջակցել, որ ինքը մի հատ ուրիշ ուրեմն չարիքի հաղթեն այդպես ասած բոբոյով։ Սա շատ նման է նույն այդ մտածողությանը, որ արտաքին հարաբերություններում են մեզ ուզում պարտադրեն, որ մենք թույլ ենք, անկարող ենք, հանրությունը մեր թույլ է, անկարող է եւ պետք է այսպես ասած մի հատ տենց դրսից ուժ մեզ փրկի, նույնը այստեղ ներքին քաղաքականության մեջ է, դե գիտեք, մենք հասկանում ենք, որ այո իդեալական չի եւ այլն, բայց դե այդուհանդերձ հանուն ուրեմն այս ամեն ինչի եկեք մի հատ բոբոյով հաղթենք բոբոյին կամ բոբոյով հաղթենք չարիքի։ Այդ մի կողմն եք թողնում, որ ինձ համար զարմանալի է նման մարդիկ, բայց մեծ հարց տան երկու կողմին էլ։ Եվ ուրեմն Նիկոլի կողմնակիցներին եւ այսպես ասած բոբոիզմի կողմնակիցներին, հա, պայմանական։ Ընդհանրապես այս չարյաց փոքրագույնիստներին, որտեղ երկուսն էլ չարյաց փոքրագույնիստներ, նրանք էլ են հաճախ ասում Նիկոլը հասկանում ենք, որ իդեալական չի, տենց դե գիտեք, ինչ իդ արդարացումը իրանք էլ ունեն, բայց այս բոբոներին չեն կընտրել։ Ես հարց եմ ուզում տալ, դու լուրջ մտածում եք, ժողովուրդ ջան, որ եթե Նիկոլը ուզենար այնպես անել, որ Վարդան Ղուկասյանը չմասնակցեր ընտրություններին, ինքը դա չէր անի, լուրջ մտածում եք, որ եթե ինքը ուզենար խոչընդոտեր, որ կոնե ասենք այդքան ձայն չհավաքի, ինքը չունի լծակներ դա անել, լուրջ դուք տենց եք մտածում։ Այսինքն լուրջ մտածում եք, որ ասենք Նիկոլ Փաշինյանի ձեռ չի տալիս այս իրավիճակը։ Լավ, իրոք մի հատ էլ եմ ուզում այդ հարցը, որ sense մի հատ ձևակերպենք։ Մենք լուրջ ենթադրում ենք, որ ցանկության դեպքում այսօրվա իշխանությունը չուներ բավարար լծակներ, այնպես անելու, որ ընդհանրապես չմասնակցել այդ մարդընտրություններին։ Ես կարծում եմ, այս հարցը ռետորական է, շատ քիչ մարդ կա Հայաստանում, որ կասի հա չէ չունես լծակներ, ու կան, ասենք, շատ կան մարդիկ, որոնք էլի
Մի քիչ զարմանալի sense մտքեր են ասում, բա ինչ եք ուզում, օրինական է ամեն ինչ, օրենքի երկիր է, դուք ուզում եք, որ դեմոկրատիա չլինի, անօրինական գործը լուրջ։ Այսինքն նույնիսկ եթե մենք այդ տեսությունը ընդունենք, բայց արդեն անցել է քանի տարի, մենք տեսել ենք թե ինչպես է գործում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչպես երբ որ իրեն պետք է հանկարծ ուրեմն քրեական գործեր են հարուցում տարբեր գործիչների դեմ եւ շատ այսպես առաջին հայացքից անտրամաբանական են դրովի, ասենք մեկին բռնում են, մյուսին չեն բռնում, չես հասկանում, ինչ տրամաբանությամբ։ Բնա ասենք կներեք, եթե Արմեն Աշոտյանի վրա իրեն կարողացել են այսպես ասած քրեական ինչ որ գործ գտնել, հիմա նույնիսկ կարևոր չի այդ գործը ինչ որ հեռավոր օբյեկտիվ հիմքեր ունի թե ոչ, հաստատ Վարդան Ղուկասյանի արմով կգտնեն, չէ՞։ Եվ հիմա էլ տարածում են, չէ՞, այ մենք պես Վարդանի վրա հեսա տես ինչ բաներ են գործել ենք բացելու, տես Facebook-ով տարածում են խարոզիստները նիկոլական, բա եթե տես բաներ կա, բա եթե բացելու եք, բան չի շուտ չեք բացել։ Հասկանալի է, ես չեմ ուզում այս բանը շատ բացատրել, ուղղակի քանի որ այդ առարկություններ կան, դրա համար եմ այսքան բան անում, հասկանալի է, ուրեմն ցանկացած լուրջ մարդու համար լավ էսպես ձևակերպենք եւ անկողմնակալ մարդու համար, որ իհարկե այսօրվա իշխանությանը այս իրավիճակը ձեռնտու է եւ երկու կողմերն էլ թող սա ուրեմն հասկանան եւ մեզ ուրեմն այդպես ոնց ասեմ, մեղմ ասեմ, հիմարի տեղ չդնեն։ Հիմարի տեղ մեզ պետք չի դնել, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այո, երկու ստեյք է ձեռնտու, բայց առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է ձեռնտու, ինչու նաեւ որով ասեմ, ակնհայտ է եւ պարզ է ինձ համար գոնե, որ այս իրանց, այսպես ասած, ենթադրյալ համախմբումը հերթական, բոլորը Նիկոլի դեմ, այսպես ասած, բոբոյական կերպարներով կամ չգիտեմ, ասենք, անտեսելով ընդհանրապես չարած փոքրագույն կոնցեպցիայի մեջ, ոչ մի արդյունքի Նիկոլի տապալման առումով չի բերել Նիկոլ Փաշինյան։ Իրենք դրանով չեն տապալելու։ Ես սա գրեթե վստահ եմ պնդում, հա, ինչքան էլ առարկություններ բերեմ, վստահ եմ պնդում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամենախոցելի պահին, որը անկասկած 2020 թվականի նոյեմբերն էր, դեկտեմբերն էր եւ մինչեւ 21 թվականի ընտրություններ, մարդիկ այդ խնդիրը իբր դրեցին, հիմա ես չգիտեմ որքանով անկեղծ, որքանով չանկեղծ, դա իրենց խնդրեմ է, իբր դրեցին եւ չկարողացան լուծել։ Կներեք, բայց եթե այդ ժամանակ, որովհետև Նիկոլի եւ Նիկոլի ընդհանրապես Նիկոլից իշխանության եւ հոգեվիճակը եւ ասենք ընդհանրապես հանրային տրամադրությունները իդեպ դեռ այն ժամանակ շատ մարդիկ, որոնք հիմա աջակցում են նույն այս իշխանությանը որպես չարած փոքրագույն չէին աջակցում, ամենացածր ուրեմն եւ ռեյտինգները ամենացածր, եթե այդ իրավիճակում դուք չկարողացաք կամ չուզեցիք դա անել, ուրեմն կներեք դուք հիմա դա չեք կարողանա։ Հիմա հա հեքիաթներ կպատմեն, բա գիտես Նիկոլի ռեյտինգը հիմա անգել է այն ժամանակ, չգիտեմ ինչ, չէ։ Ինչքան էլ Նիկոլի ռեյտինգը ընկած ունի, բնականաբար ընկել է, անգնելու է, то 0-ի է հասնելու, բայց ամենախոցելի վիճակը բնականաբար պատերազմից հետո էր, պարտությունից հետո էր եւ այդ իրավիճակում մարդիկ, որոնք չեն կարողացել այդ խնդիրը լուծել, ես չգիտեմ, ուղղակի ինչ տիպի կամ պետք է քաղաքականապես անտաղանդ լինես, ունենալով այդ բոլոր ռեսուրսները, կամ ասենք նման նպատակ էլ իսկի չունենաս, էլի ասենք ուղղակի ասենք չգիտեմ իմիտացիոն process անես, կամ ինչ տիպի ուրեմն քեզ հանրության մի զգալի մասը պետք է չընդունի։ Եվ թող ժողովրդի վրա, հանրության վրա մեղքը չփորձեն գցեն ամեն անգամ, որի પર դե մենք ինչ անենք, հայ ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլին, մենք բոլորս հիշում ենք, թե ինչ եղավ, ինչպես կիրառվեց այս նույն սխեման, որը հիմա փորձում են ակտիվորեն երկու կողմից վերակենդանացնել, այս նույն սխեման կիրառվեց, այս երկբևեռ համակարգը ստեղծվեց եւ ոչ թե հայ ժողովուրդն է Նիկոլին ընտրել, այլ իրենք են եղել եւ մնում են Նիկոլի գլխավոր փրկիչները 21 թվականից եւ Նիկոլի գլխավոր հենարանը եւ հիմա էլ հենց դրա համար էլ երկուստեք այս քարոզը գնում է, որպեսզի ամրապնդվի այս իրավիճակը եւ ես կարծում եմ ես հիմքեր ունեմ նաև էլի այս վերջի տարիների գոնե։ Փորձը դեպքերը հիմքեր են տալիս մեզ բոլորիս կասկածելու, այդ նպատակ էլ չունեն Նիկոլին տապալելու, օրինակ նպատակ կարող են ունենալ նույն ասենք մեծ ֆրակցիա օրինակ ազգային ժողովում պահելու կամ նոր ֆրակցիա ստեղծելու, չգիտեմ, էական չի։ Այսինքն մնալու այս համակարգի մասը, այդ նվազագույն նպատակը կունենան, որովհետև ոնց որ իրանք 21 թվականի ընտրություններին, չէ, այնտեղ ժամանակ էին հաշվում ինչքան է մնացել Նիկոլին եւ այլն, ես ճիշտը որ ասեմ այդ ժամանակ էլ իմ համար այդ ամեն ինչը անլուրջ էր էլի։ Ոչ թե որտեղ ես շատ խելոք եմ, ուղղակի որոշակի փորձ ունեմ քաղաքական նաև շատ տարբեր խմբերի հետ շփվել եմ, ես ի սկզբանե էլ չէի հավատում, ես ի սկզբանե էլ գիտեի, որ գնալու են ԱԺ-ում նստեն, սուս-պուս հանգիստ եւ ոչ մի այդպես բան էլ չեն ծավալելու,
Եվ նույնը հիմա այդ էլ նվազագույն խնդիրն է լուծելու, որ իրանք էլ շարունակվեն, իրենք էլ այսպես ասած վերարտադրվեն, թե այնտեղ հնդածս ինչ ավել բան կստացվի, ինչ պակաս բան կստացվի, դա այլ խնդիր է։ Եվ բացի այդ հիշեցնեմ, որ տապալվեցին նաև նույն կերպ տարբեր պատճառներով, բայց էլի նույն տրամաբանությամբ բոլոր դրան հետևած շարժումներ ախր մենակ 2021 թվականին չէ։ Հələ տեսեք, քանի փորձ ա եղել տարբեր, հիմնականում հենց այդ ուժերի կողմից, դու էլ չեմ հիշում 2022-ին էր չէ, այդտեղ ինչ որ նստածույց էին անում, դու էլ 2023-ին, դու էլ 2024-ին մի քիչ ուրիշ ձևի, հիմա չեմ ուզում անմիջականորեն նույնացնել արդեն, հա, սրբազան շարժումը չեմ ուզում ասել, որ անմիջական կապ ունի, բայց մեծ հաշվով էլի նույն մեթոդոլոգիայի մտածողության մեջ էր, այսպես ասենք, եւ ուր արդյունք։ Այսինքն մարդիկ մեզ ասում են, չէ, գիտեք ինչ, դուք շանս չունեք, ոչ ոք շանս չունի, պետք է համախմբվեք, բայց գներեք էլի 4 տարի ժամանակ եք ունեցել, քանի հատ փորձ եք արել, չի ստացել, հիմա նորից ուզում եք մեզ համոզել, չի ստացվի, չի լինի։ Ասեք, այդ բանը էլ չի աշխատի։ Այդ հեքիաթները ինչ էլ չեն աշխատի։ Մենք այս բոլորը անցել ենք եւ նաեւ ես սրա մի փոքր ուզում եմ հիմա էլի առիթից օգտվելով, այսպես ասած կոնցեպտուալ, որ ասեմ շատ բարձր կյանքի մտածողության այդ անդրադառնալ, որտեղ ես այս թեման սիրում եմ ժամանակ առ ժամանակ ուրեմն կրկնել եւ ուզում եմ, որ մեր մեջ մեղվի։ Այս 2018 թվականի էլի ըստ էության գաղափարախոսությունը կամ այն գաղափարախոսությունը, որը նաեւ բերեց 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությանը, ես եթե հետևում եք միշտ պնդել եմ եւ շարունակել եմ պնդել, այս թեման ինձ համար շատ կարևոր, մենք պետք է հասկանանք, որ 2018-ը ոչ թե պատահականորեն, այսպես ասած, ծնեց, ինչ որ ծնեց եւ ծնեց այս իշխանությունը, հիմնարար սխալ կար հենց այդ շարժման մեջ ի սկզբանե եւ օրինաչափ էր, որ այդ 2018-ից ծնվեցա, մենք պետք է ընդունենք, որ դա ընդհանրապես սխալ էր, մենք պետք է հրաժարվենք այդ 2018-ի գաղափարախոսությունից, հիմա կբացատրեմ ինչ նկատի ունեմ, չնայած ով լսել է երևի արդեն պատկերացնում է ինչի մասին է խոսքը։ Եթե մենք դրանից չենք հրաժարվում, մենք էլ ոչ մի արդյունքի չենք հասնելու, այսինքն ո՞րն է 2018-ի, ոչ միայն 2018-ին եմ ասում, այլ դրան նաև նախորդող տարիների այդ տրամաբանությունը, որը բերեց, որի գագաթնակետն էր 2018-ը, որը հիմնական բանը, բոլորս հիշում ենք, սրանցից պրծենք, ով ուզում է թող լինի։ Սերժիկ հեռացիր, անձի խնդիր։ Կոնսենսուս -1 էլի, այսինքն բոլորով անկախ նրանից ով ինչ նպատակներ ունի, գաղափարներ ունի, բան ինչա պատկերացնում ընդհանրապես երկրի մասին, որևէ բանի մասին, բոլորով միավորվում ենք, ինչա թե մի հոգուց պրծնենք։ Սա էր ամբողջը, նույնիսկ այնտեղ ի սկզբանե խնդիր էլ դրված չէր, չէ, ասենք, չգիտեմ, այդ հեղափոխություն անող ուժերը նույնիսկ ասում են, խնդիրը դրված չէր, որ իրանք հենց կառավարություն ձևավորեն։ Դու նույն հանրապետականից ինչ որ մեկը եւ այդ ինչ որ մեկնի անունն էլ էր շատ հայտնի, Կարեն Կարապետյանի անունն էին տալիս այն ժամանակ, արդեն դրա մեջ ագին բան կար։ Այս ամեն ինչը մենք արդեն անցել ենք, այսինքն այս ինչիկ հեռացի, սրանցից պրծնենք, ով ուզում է թող լինի եւ այլն, եւ ստացել ենք արդյունք։ Ես ուզում եմ հարցնեմ հերթական անգամ մարդկանց, մտածող մարդկանց, անշահախնդիր մարդկանց, մենք գոհ ենք այդ արդյունքից, լուրջ գոհ ենք։ Հիմա եթե վերադառնանք 2018 թիվ, այն մարդիկից դա Հայաստանի մեծամասնությունն է, որ այս կամ այն կերպ մասնակցել է, կանեիք նույնը, նույնի հետևից կգնայիք, բայց արդյոք իմ ասածից բխում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը իրոք բարիք էր Հայաստանի համար, իհարկե ոչ։ Արդյոք բխում է, որ այն բոլոր քննադատությունը, որ հնչեցվում էր, կոռուպցիա, բռնապետություն, կեղծված ընտրություն է սուտ է, իհարկե ոչ։ Բայց ստացվում է, որ մենակ ուղղակի այդ անձի խնդիր դնելը, դեմ լինելը, Սերժիկ հեռացիրը, սրանցից պրծնենքը չի աշխատում, այսինքն այո, այդ համակարգը փթած համակարգ էր, այո, այդ համակարգը շատ վատներ, բայց այս մոտեցման արդյունքում, այս մեթոդոլոգիայի արդյունքում մենք ստացանք ավելի վատ վիճակ, համաձայն ենք, չէ՞, որ բոլորս ասենք, իսկականից ասենք, ես չգիտեմ հիմա մեկը կարող ասի, չէ, ավելի լավ է, իմ համար պատերազմի այդ պարտությունից հետո էլ ոչ մի բան իմ աչքից չէր, ու ինչն է լավ, ինչն է վատ։ Այսինքն մենք կորցրեցինք, մենք պարտություն կրեցինք, եւ էլ եմ ասում, սա պատահականություն չէր, սա հենց այդ մոտեցման, ես կարող եմ շատ երկար հիմնավորել, հիմա չեմ ուզում, որտեղ ուրիշ բաներ ուզեմ ասեմ, հենց այս մոտեցման արդյունքն էր նաև պարտությունը, նաև, ասեմ, պարտությունը մենակ այդ պատճառություն, բայց դա էր, որտեղ մենք չենք դեր ընդհանրապես ով ոնց է տեսնում երկրի զարգացումը, ով ոնց է տեսնում արտաքին հարաբերությունները, ով ոնց է տեսնում այդ որտեղ պատերազմի վտանգը արդեն ակդ, մենք դրել ենք ընդհանրապես անձի խնդիր եւ հիմա այսպես ասած խերվեցինք,
չգիտեմ խերվեցինք թե չխերվեցինք, այս ամեն ինչից եւ ինչ ստացանք մենք բացի ամեն ինչից, այստեղ կարեւոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանություն, շատ կարեւոր է, որ մենք ստացանք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան զույգի գերիշխանություն հայկական քաղաքական դաշտում։ Սա շատ կարեւոր է ֆիքսել, որովհետեւ այն ժամանակ էլ իդեպ կային մարդիկ իհարկե, որ ասեմ այդ թվում ես շատ բան կլինի, բայց այդ թվում ես նաեւ որ այո, մենք ասում ենք 2018-ին, որ եթե դուք հանում եք զուտ Սերժ Սարգսյանին ու համակարգ չեք փոխում, Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղ եք ազատում։ Դա շատ ակնհայտ է, որ այդ ժամանակ հայկական քաղաքական դաշտի մեջ եղել է, հետևել է, մասնակցել է, իր համար ակնհայտ էր։ Սերժին եթե ուղակի հանում ես առանց համակարգի փոփոխության, զուտ անունն ես փոխում, Քոչարյանի դիրքերը ակնհայտորեն ամրապնդում մենք ունեցանք Ռոբերտ Քոչարյան, որը շատ էր փորձում են Սերժ Սարգսյանի օրոք փորձում էր վերադառնալ քաղաքականություն տարբեր ձևերով, իհարկե իրեն բնորոշ նաև անհամարձակությամբ, շատ հաճախ վճռական պահերին ստվեր գնալով կամ քայլ չանելով, բայց փորձում էր, էլի դա ակնհայտ էր այդ ժամանակ, էլ հիմա շատերը զարմանում են այդ Սերժ Ռոբերտ այդ հակադրության վրա, ընդհանրապես ոչ մի զարմանալի բան չկա, ով մի քիչ հիշում է Հայաստանի քաղաքական պատմությունը, եւ մենք ստացանք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան զույգի գերիշխանությունը հայկական քաղաքական դաշտում եւ հիմա փորձ է արվում այս ընտրություններին ընդառաջ 26 թվականի համապետական ընտրություն սա ամրապնդել, այսինքն խոսքը նրա մասին է, որ Հայաստանում Փաշինյան Քոչարյան զույգը ու այս կամ այն մոդիֆիկացիաներով հիմա էական չի, կամ եթե մի քիչ էլ абստրակտ բան անենք, չարիք բոբո, այսպես ասած համակարգը, այնց հեգնանքով ասած, ինքը ամրապնդվի, եթե ոչ հավերժանա։ Այս ամենը ուրեմն կրկնում եմ 2018 թվականի գաղափարախոսության մոտեցման արդյունքն է եւ մինչեւ մենք այս մտածողությունից չազատվենք, որտեղ շատ մարդիկ թերագնահատում են այս հարցը։ Մենք չենք գտնի երկիրոք, չենք գտնի։ Հասկացեք, սխալվելը քաղաքականության մեջ սխալվելը խնդիր չի։ Անհնար է որ մարդը չսխալվի։ Քաղաքական մանավանդ process-ներում երկարատև եւ սխալ ընդունելու մեջ էլ ոչ մի ամոթ բան չկա։ Եթե նույնիսկ ակտիվ մասնակից եք 2018-ը, ոչ մի ամոթ բան դրանում չկա, հակառակ քաղաքականության մեջ իմ կարծիքով անհնար է որևէ բան սովորել, եթե դու չես սխալ, բայց սխալվելուց նաեւ սխալը ընդունում ես, հասկանում ես, վերլուծում ես, սա ամենամեծ գիտելիքն է քեզ տալիս, փորձն է տալիս։ Չգիտեմ, ես այդպես եմ համարում եւ դրա համար ասում եմ, որ չկա հակառակը դուք ձեր սխալների վրա պետք է սովորեք, բայց հասկանում եմ ոչ է։ Եվ բացի մասնակիցներից իհարկե այս ինչ է նաև, քանի որ 2018-ին արտաքուստ հաղթեց, ուրեմն այդ շարժումը, հիմա նաև մարդիկ, որոնք փորձում են այս իշխանության դեմ տապալել, իրանք ենթագիտակցաբար ուզում են այս փորձը կրկնել, դա վերջին հաղթած փորձն է, իրենք էլ են ընդունում, այսինքն ընդունում են, որ իբր այդ շարժումը տենց հաղթեց զուտ բան, հա, ներքին պատճառներով, այսինքն ոչ արտաքին ոչ մի հանգամանք տեղ չկար, եւ ուզում են կրկնացնել հաղթողին, դա չի լինելու, չի աշխատելու, վերջին հաշվով էլ եմ ասում Նիկոլին, Նիկոլով մի փորձեք հաղթել։ Եթե դուք ուզում եք հաղթել ինչ-որ մեկին, պետքա դուք լինեք ձեր ինքնությամբ պետք է պայքարի մեջ մտնեք։ Ուրիշի ինքնությունը նմանակելով, այդ թվում նրա ում դեմ պայքարում եք, դուք հաղթանակի չեք հասնի։ Հա, մի բան էլ ավելացնեմ, հա, այս Սերժիկ հերացի կամ այս ինչիկ հերացի, այդ բանի մտածողության կրողը մեկը հենց ես եմ եղել, երկար տարիներ, մոլեռանդ կրողն եմ եղել։ Սկսած դեռ 90-ական թվականներից իմ սերունդը, ուրեմն ով որ քաղաքականապես ակտիվ եղել ենք, սկսել ենք Լևոն Հերացիրից դեռ 96 թվականին, հետո մենք հասել ենք արդեն Ռոբերտ Հերացիրի, հետո մենք հասել ենք 2008 թվականին։ Տրամաբանուր են շատերս, Լևոն Մոտեցիրի, այսպես ասած, որովհետև Սերժին պետքա հեռացնեինք, ասում ենք ինչ անենք, հա Լևոնն է, այո Լևոնն է շատ անընդունելի կերպար եղել, բայց ինքն է այն տղեն, այն մարդը, որ կարա սրանց հարցը լուծի, այդ տաքսիստներից մինչև ինտելեկտուալ, բոլորս այդ նույնն ենք, ասում ես էլ։ Եվ այդ ճանապարհով գնացել ենք, ես անձամբ այդ ճանապարհով շատ երկար եմ գնաց, որտեղ համարել եմ, որ այո, եթե մենք խնդիրը դրել ենք, որ պետքա Սերժը հեռանա, ուրեմն մենք պետքա գնանք մինչև վերջ, թվում չգիտեմ ԲՀԿ-ի հետ համագործակցություն եւ այլն, ինչ որ պահի իհարկե մարդ կանգ առնում եւ հասկանում է, որ սա ուր ես դու գնում։ Բայց այդ ճանապարհով անցել ենք մենք։ Սա մի օրում չի ծնվել։ Եվ սա ամբողջս երրորդ հանրապետության պատմության մեջ, այսպես կոչված երրորդ հանրապետության պատմության մեջ հիմնական քաղաքական մտածողությունը, որից մենք պետք է ազատվենք, որտեղ մենք ստացանք վերջապես 96 թվից, մարդիկ ավելի շուտ էլ սկսած 92 թվից պայքարելով 2018-ին տեսան այդ արդյունքը, ուրախացան, բայց դա կարճ տևեց, որտեղ
մենք տեսանք, որ այդ մտածողությունը բերեց մի հատ շատ ավելի վատ հետևանքների, շատ ավելի վատ արդյունքների, եւ եթե մենք դա չենք հասկանում, մենք ընդհանրապես ինչ ենք ուզում հասկացածնենք մեր այս ամբողջ պատմությունից, այս բոլոր փոխկապակցված հարցեր են, Արցախի կորուստ պատերազմ եւ այլն, այս մտածողություն, այս ամեն ինչը մի փաթեթի մեջ է։ Ոնց կարելի է դա չհասկանալ, ոնց կարելի է կարճել էլի այդ հին բաներից, նույն դե արդեն չեմ ասում, դրա բանը որն է, հա, դա ըստության ապագաղափարական պայքարի, որ կարևոր չեն գաղափարները, կարևոր չի ինչ նպատակներ ունես, անիմաստ ինքնանպատակ համախմբման, այս համախմբման մասին էլ երկու բան ուզում եմ ասեմ, այս թեմաները մեզ շատ որտեղ երբ որ ասում են համախմբում, էլի մեր այս քաղաքական ավանդույթը նկատի ունի ըստության կուսակցականների կամ չգիտեմ գործիչների համախմբում, այսինքն կամ խմբակների համախմբում։ Ես չեմ ուզում դա վատ բան է, բայց մենք բազմիցս այդպիսին այս համախմբումներ ենք ունեցել։ Նույն 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ չգիտեմ քանի հատ կուսակցություն համախմբվեց։ Դա չի էականը, դա քաղաքական process-ի մասն է, լավ է, նորմալ է, բայց համախմբումը իսկական իմաստով ժողովրդի համախմբումն է, հանրության համախմբումն է։ Դրան պետք է ձգտի քաղաքականությունը, ոչ թե մենք ասենց ասած տղեկով միանանք իրար զորով, շարով մի կերպ իրար ընդունենք, իրականում իրար չսիրելով, բոլորս իրարից բամբասելով, դա մեր իրականությունն են պատմում։ Այդպես է։ Ես ոչ դուք բոլորդ էլ գիտեք, որ այդպես է։ Եվ արդյունքում ստանանք մեծ հաշվով ոչինչ, շատ չնչին արդյունք, որը այդ փոքր Հայաստանում շատ քիչ կան լուրջ, ասենք, որ ռեսուրս ունեցող քաղաքական խմբեր քիչ է։ Եվ այստեղ էլ մի բան էլի ավելացնեմ այս համախմբումից զատ, ուրեմն երբ որ ասում են դե գիտեք ինչ հայրենիքի փրկության խնդիրը եւ այլն, այո, հայրենիքի հարց է, այո, երկրի հարց է, առավել եւս եթե երկրի հարց է, այլ ոչ թե անձի հարց է, առավել եւս երկրի հարց դնելը ես այդրան 2-0 կողմ եմ։ Ես 2020 թվականից ասում եմ պետք է հենց որ դնենք ոչ թե Նիկոլի հարց, այլ երկրի հարց, ոչ թե անձի հարց, այլ երկրի հարց։ Այստեղ մենք դուրս կգանք արդյունավետ ճանապարհով։ Այո, երկրի հարց է եւ դա նշանակում է, որ այս պահին առավել քան երբևէ կարևոր է, որ այն ընդդիմությունը, այն այլընտրանքը, որը պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանը լինի բովանդակային եւ իրական, ոչ թե ասի ես անձ եմ փոխում անձով, այլ ասի ինչ է ինքը, ինչ գաղափարական ծրագրային իրական դրություններով ինքը հակադիր եւ ինչ է ինքը անելու առաջին իսկ օրվանից, ոչ թե քցենք հետո տեսնենք, ճիշտ հակառակը, հենց այս պահին առավել կարևոր պատասխանատու կազմակերպված գաղափարական քաղաքական թիմ, հենց այս իրավիճակում եւ այո, երկրի հարց հենց բամբա, եթե երկրի հարց է լինում, ուրեմն մենք պետք է դնենք հարց, իսկ ինչ ենք մենք պատկերացնում, որ ինչ ենք մենք անելու երկրի հետ, երկրի շուրջ, երկրի ներսում, երկրից դուրս, սա իրոք ճիշտ ճանապարհ։ Հիմա ընդհանրապես, այսինքն այս հատվածը, որ ամփոփենք ու արդեն գնանք վերջնական ամփոփման, խնդրի էությունը ըստեյության հետևյալն է, ոչ թե հարցային է, որ դու Նիկոլին դեմ ես, թե կողմ ես, հասկացանք դեմ ես, Նիկոլի ինչին ես դեմ կոնկրետ, այս է խնդիրը, այսինքն Նիկոլ անունը դուրս չի գալիս, թե կան շատ կոնկրետ կետեր, որտեղ Նիկոլը այսօր շատ կոնկրետ քաղաքական ուղղություն է ներկայացնում, բոլորս գիտենք այդ թեզերը, հիմա չկրկնեմ, եւ դրա համար ես նույնիսկ մտածում եմ, չգիտեմ կհասնեմ թե չեմ հասնի, մի հատ այնպես գրառումների շարք կսկսեմ Նիկոլի ինչին ես դեմ, հերթով այդ բոլոր հարցերին անդրադառնանք, տեսնենք ով Նիկոլի ինչին է իրականում դեմ։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ, որ դուք կարող եք մասնակցել մեր ընդհանուր գործին, աջակցել մեր ընդհանուր գործին, հատկապես այսօր ուզում եմ մեր YouTube-ի մասին ասել, գիտեք երևի ասել ենք, որ մեր YouTube-ի ալիքը փակել էին, հիմա մենք վերաբացել ենք, չգիտեմ ինչքան կտևի նորից կփակեն, չեմ փակի, չեմ կարող ասել, համենայն դեպս ուզում եմ խնդրեմ, որ այս նոր բացված ալիքը անունը իդեպ դրել ենք Ազատ Հայաստան, արդեն մարտական եղբայրություն չի, Ազատ Հայաստան, բայց էլի մեր ալիքն է, խնդրում եմ, մենք պետքա փորձենք վերականգնենք գոնե այն ինչը որ ունեցել ենք, որովհետև մենք 0-ից ստեղծել ենք, հասել ենք մի քանի հազար ուրեմն բան ունենք, գրանցվածներ ունենք, բաժանորդագրումներ ունենք, հիմա նորից պետքա սկսենք, հիմա հարյուրներ ոնց որ թե գոնե այն եղած թիվը վերականգնենք, այնպես որ եթե դժվար չի գրանցվեք, չգիտեմ, լայքեք, տարածեք, մյուսը էլի սրա հետ կապված խնդրանք Telegram-ը ամեն դեպքում, քանի որ հասկանում ենք, որ վտանգ կա, որ YouTube-ն էլ կարող են նորից փակել, չգիտեմ, կարող է Facebook-ն էլ փակեն, մենք Telegram-ում ալիք ունենք, հենց մարտական եղբայրություն, խնդրում եմ
այդտեղ էլ գրանցվեք, որովհետև դա մի օր կարող է լինի մեր միակ կապը ձեր հետ, եթե այն մնացած հնարավորություններից զրկեն, իհարկե իմ անձնական էջներ կա, բայց ամենայն դեպս կամ մեր անձնական էջերը, ամեն դեպս խնդրում եմ Telegram-ում էլ ըստ հնարավորության բոլոր նյութերը սինխրոն դրվում են, բոլոր մեր եղած հարթակներում, դեպ մեր կայքում էլ նաև տեսանյութներն են դրվում, այդ էլ է մի, այսպես ասած, այնպիսի հարթակ, որը հազիվ թե փակել տան, մարտական AM հենց, այս բոլորում խնդրում եմ, ովքեր որ ուզում են ցանկություն ունեն մեզ հետևելու, ակտիվ եղեք, գրանցվեք, բաժանորդագրվեք, որպեսզի մեր կապը, այսպես ասած, կախված չլինի մենակ մի տեղից։ Ուզում եմ հիշեցնեմ անպայման նաև մեր Patreon-ի մասին, սա էլ շատ կարևոր է մեզ համար, Patreon-ին, եթե դուք գրանցվեք, եթե հնարավորությունը ունեք, այնտեղ գիտեք, Patreon-ի առավելությունը ասել եմ նաև, որ այդտեղ պարբերական ոնց որ նվիրատվությունների հնարավորություն կա, մեզ համար այդ պարբերականությունը շատ կարևոր, որովհետև դրա հիմամբ մենք կարողանում ենք մեր գործը ճիշտ պլանավորել, ճիշտ կանխատեսել, որովհետև գիտեք, մեր մոտ հիմնական կամավորական հիմքերում է մեծ մասը արվում կամավորական հիմքերով, բայց գոնե այս նվազագույնը, որ մենք կարողանում ենք անել, հա, այս հաղորդումները նկարել, չգիտեմ, որոշակի կարգոկանոն պահել մեր այս հարթակներում, մեդիա հարթակներում, չգիտեմ, Facebook-ից սկսած եւ այլն, այս ամեն ինչի համար որոշակի թեկուզ նվազագույն գումարը մեզ պետք է եւ օգնում է հիմնականում այդ Patreon-ի գումարը հենց այդ համակարգի համար, այսպես ասած, չգիտեմ, այդ համակարգը, որ ասում եմ քարոզչական, ասում եք քարոզչականը լավ բառ չի, դե չգիտեմ ոնց կոչենք, տեղեկատվական մեդիա երևի ամենալավը մեդիա հարթակ, այս նրանց համար այդ Patreon-ի գումարները իրանք շատ օգտակար են եւ կարեւոր են։ Եվ նաեւ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այդ այսպես ասած խնդրանքներին, կոչերին անսալով իրենց աջակցությունը ցուցաբերել են եւ ցուցաբերում են, այսքանը։ Հիմա անցնենք մեր նորից բուն նյութին։ Ամփոփելով ես ուզում եմ, որ նաեւ մենք խնդրի խորքային էությունը հասկանանք։ Հիմա կարող եմ մի քիչ չափազանցություն թվա ասածս, բայց իրականում սա ընդհանրապես սա նույնպես ավելի շուտ մեր ժողովրդի, մեր երկրի ինքնիշխանության հարցն է։ Իրոք այդպես է։ Իրենք են ասում, այ գիտեք ինչ հանուն երկրի անկախության Նիկոլ ենք ասում են, Նիկոլին պետք է ընտրենք, նրանք էլ ասում են, մեզ Նիկոլից բացի ում ուզես կանք ընտրենք, բայց իրականությունը նա է, որ տեսեք ինքնիշխանության հիմքում ընդհանրապես ընկած է նաև ընտրության իրավունք, ինչպես է օրինակ անկախությունը հռչակում, ժամանակակից աշխարհում, ժողովրդի քվեարկությամբ, հանրաքվեով եւ դրանից հետո էլ շարունակաբար ընտրությունից ընտրություն, եթե դա չի կեղծում, ժողովրդի կամքն է, այդ process-ն է, ժողովուրդն է համարվում կրողը իշխանության եւ ժողովուրդը իր կամքը կարողանում է իրացնել, ընտրություն ունի, դա ինքնիշխանության կարևորագույն հենասյուներից է, որովհետեւ երկի հիմա երբ որ մեզ փաստացի զրկում են ընտրելու իրավունքից, իսկ մեզ փաստացի զրկել են եւ ուզում են էլի զրկել ընտրության իրավունքից։ Կապ չունի ընտրությունները կեղծվում են, չեն կեղծվում, կապ չունի որ ֆորմալ ընտրություն ունենք, փաստացի մենք չունենք ընտրություն, որովհետեւ այն ինչ որ մեզ առաջարկում է, ինքը ընտրություն չի, եկեք սա իրոք հասկանանք, ոչ թե առաջարկում է, պարտադրվում է մեզ, որ այդ երկուսի միջև պետք է դել, սա իրականում ընտրություն չի, սա ձևական իմաստով ընտրություն է, բայց իրականում մենք ընտրություն չունենք եւ ես վստահ եմ, ստախաշենք հիմա արդեն դա թվերով էլ կան, հա, այդ հարցումներ եւ այլն, որ հասարակության մեծ մասը այս իրավիճակին դեմ է, հասարակության մեծ մասը չի ուզում այս իշխանության շարունակությանը, չի ուզում, բայց հասարակության մեծ մասը նաեւ չի ուզում այն մյուս, այսպես ասած, այսօր երևացող ուժերին, դա էլ է ակնհայտ նույն այն թվերը, որ հրապարակում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուրեմն ունենալով շատ ցածր վարկանիշ, շատ 10% մասին է խոսում, իրականում մնում է առաջին տեղում, դա նշանակում հասարակության մեծ մասը չի ընդունում ամբողջ քաղաքական համակարգ եւ փաստացի զուրկ է ընտրությունից, որովհետեւ եթե ինձ ասում են պետք է ընտրես սրա չարյաց փոքրագույն, դա նշանակում է ինձ ընտրությունից զրկում եք եւ իրոք սա զուտ խոսքեր չեն, մենք մեր երկրի խնդիրը կարող ենք լուծել միայն դրանից հետո, երբ որ մենք այդ ընտրության մեր իրավունքը կարող ենք վերականգնել, կարող ենք իրոք ինքնակազմակերպվել եւ ռեալ այլընտրանք առաջարկել եւ այդ ռեալ այլընտրանքը նաեւ կյանքի կոչել, այս դեպքում միայն Հայաստանի առաջ իրոք ճանապարհ կբացվի, եթե այս համակարգը պահպանվի, իսկ իրենք ամեն ինչ անելու են նաեւ մեզ ներշնչելու համար, որ այլ տարբերակ չկա, ոնց որ որտեղ այս երկբևեռ համակարգը ինքը արդեն կա չէ, քանի տարի տեսնում ենք դրա արդյունքը, նույնը լինելու է եւ այսինքն մենք ունենալու ենք անընդհատ նույն այս խնդիրը, նույն այս ընթացքը, որը հիմա ունենք։ Մանավանդ որ էս էլ
ավելացնում որ նրանք բոլորը մենք գիտենք նոյեմբերի 9-ի կոնսենսուսի մեծ կուսակցությունն են, ինչքան էլ իրանք իրար այսպես ասած մեղադրանքներ ներկայացնեն, իրենք բոլորը ընդունում են նոյեմբերի 9-ը որպես վերջնական իրողություն, իրենք ոչ մեկը հարց չեն դնում նոյեմբերի 9-ից դուրս գալու մասին, հարցնողներ կան, բայց այդ բանի մեջ չեն իրանք, այդ մեծ խմբակի մեջ չեն, այդ մեծ կոալիցիայի մեջ չեն, եւ իրենք բոլորը ընդունում են Հայաստանի պարտությունը որպես հիմք եւ նաեւ ընդունում են, որ այսպես ասած տարբերությունը նա է մոտավորապես, որ մեկը ասում է ես խաղաղության դարաշրջան եմ տանում, ժողովրդին նրանք էլ ասում են մենք էլ արժանապատիվ խաղաղություն ենք, ասում են բառը խաղ, այդ դրա մասին գիտենք։ Ես իմ ընտրությունը անձամբ ես ճիշտն ասած այդ իմաստով որոշումը վաղուց եմ կայացրել, չի համար եմ սա ասում, որտեղ հաճախ այլ անձնական օրինակը կարող է մարդկանց օգնել, որտեղ ես հիմա ուզում եմ ուղղակի խնդրանքով դիմել, կոչով դիմել բոլոր իմ ընկերներին, ինձ հարգողներին, ինձ ընդունողներին, որ դա ինչքան էլ դուք այս ճնշմանը ենթարկվեք, եթե ձեր սառը բանականությունը միացրած պահեք, այս հոգեբանական բանին չենթարկվեք, դա ձեզ կօգնի եւ դուք չեք ենթարկվի այս քարոզչությանը։ Ես ուզում եմ ասել, որ ես իմ մասով վաղուց եմ այս որոշումը կայացրել, դեռ 2018 թվականից առնվազն, որ ես այլևս երբեք չարյաց փոքրագույն չեմ ընտրելու։ Չի կարելի դա։ Մի արեք դա, մենք ամբողջ կյանքը ընտրել ենք չարյաց փոքրագույն։ Ես ինչքան ինձ հիշում եմ, ընտրել եմ չարյաց փոքրագույն։ Պետք չի։ Չկա ընտրություն, չեմ ընտրելու ոչ մեկին։ Այստեղ էլ ամոթ բան չկա, որ ասում են, օ, դա քաղաքացու պարտքն է, պարտքը չի։ Դա քաղաքացու իրավունքն է։ Եվ եթե դուք ինձ չեք առաջարկում ռեալ ընտրություն, ես իմ իրավունքը իրացնում եմ հենց այդպես, ես ուղղակի չեմ ընտրում։ Այս ծայրահեղ դեպքն եմ ասում, վատ տարբերակն եմ ասում, բայց իրականում երբ որ մենք խոսում ենք դե բա ինչ անենք, ոնց անենք, կներեք ժողովուրդ ջան, բայց ասենք մենք մեծամասնություն ենք։ Այսինքն մենք մեծամասնություն լինելով, փաստացի այդքան ծույլ ենք, կներեք ճիշտ է խոսամ։ Այդքան կոնֆորմիստ ենք, այդքան թույլ ենք, որ չենք կարողանում այսքան տարի միշտ ասելով որ ժամանակ անցնում է, այսքան տարի չենք կարողանում ձևավորել, հա, այդ ուժը, դա մեր խնդիրն է, ուրեմն այո, մենք այդպեսին ենք։ Դա մեր խնդիրն է, եւ պետք է այդ խնդիրը ոչ թե ուղղակի արձանագրել, այլ լուծել, եթե ինքնահարգանք ունենք արժանապատվությունը, որտեղ ամոթ չի իսկականից վերջապես ամեն անգամ գնալ, ասենք, այդ ընտրությունը կատարել, ամոթ չի, ինչքան կարելի է, ես չեմ հասկանում, զուտ նույնիսկ անհատական մակարդակում դա ուղղակի ամոթ է։ Եվ վկայում է նրա մասին, որ մենք ուղղակի ծուլանում ենք, որտեղ անհնարավոր մի ամբողջ հասարակություն չկարողանա իր միջից ձևավորել մի հատ ռեալ ուժեղ այլընտրանք, այլ ամեն անգամ գնա ասի ընտրում եմ չարյաց փոքրագույն, չգիտեմ ընտրում եմ չարիքին կամ բոբոին, չէ, այդպես չի կարող եւ բացի անհատականից բնականաբար մեր երկիրը որևէ շանս չունի։ Եթե մենք այսպես ենք մոտենում հարցին, ուրեմն իրոք մեր երկիրը շանս չունի։ Ես հավատում եմ, որ մեր երկիրը շանս ունի, ես հավատում եմ, իրոք անկեղծ հավատում եմ, որ մեր հանրության մեջ այդ ներուժը կա, եւ այդ ներուժը պետք է իրացվի։ Ինչքան ժամանակ կպահանջվի, այդ էլ ինձ չի հետաքրքրում։ Այդ ժամանակը չկա, այդ հեքիաթի մասն է, ասել եմ հազար անգամ, բացարձակ ինձ չի հետաքրքրում։ Ամբողջ, որտեվ սա այնպեսի խնդիր է, որին դու կարող ես եւ նաեւ պարտավոր ես ամբողջ կյանքդ նվիրել։ Ինչի մասին է խոսքը։ Այդ որ մի լուրջ խնդիր է հեշտ է տրվում։ Ամբողջ կյանքն է պետք լինի, պետք է այդ խնդրին նվիրել, ձևավորել։ Հնարավոր չի, ուրեմն ոչինչ բանել հնարավոր չի։ Ես այդ մենակ գիտեմ եւ ուղղակի եմ ասում դες, խնդրում եմ, այս քարոզչությանը չտրվեք, գոնե այս անգամ։ Գոնե այս անգամ ես 2021 թվականին էլ իմ ընկերներին խնդրում եմ, ասում եմ, մի ենթարկվեք այդ ըստ էության շանտաժի։ Մի գնացեք Նիկոլ ընտրեք, որովհետև Քոչանից եք վախենում։ Նախ պետք չի վախենալ, ոչ մի Քոչան էլ չի գալու իշխանության։ Երկրորդը վախի վրա, դուք ինչ պատասխանատվություն եք ձեր վրա վերցնում։ Գնում եք պարտությունը ամրագրում եք որպես ժողովրդի ընտրություն, ինչա թե վախենում եք այդ բոբոից, չի կարելի։ Բայց ցավոք սրտի մարդիկ գնում էին եւ վերջի պահին այդ որոշումը կայացնում են։ Հիմա խնդրում եմ արդեն նախապես, հիմա այդ փորձն էլ ունենք, խնդրում եմ, դիմում եմ ուղղակի մի արեք, չենթարկվեք այդ դրան այս անգամ։ Եւ հավատացեք, որ եթե միասնական ջանքեր ներդնենք, իրոք հնարավոր է չանհնարին բան կա, ի վերջո այլ ընտրանք ձևավորել, ես չեմ հասկանում։ Դրա համար մեծ հաշվով դրա համար պետք է գաղափար։ Ես կարծում եմ կա այդ գաղափարը, հանրությունը ունի այդ գաղափարը, դրա համար պետք է ծրագրային մոտեցում, դրա համար պետք է կազմակերպում, դրա համար պետք է որոշակի ռեսուրս։ Չի տիրապետում մեր հասարակության մեծ մասը այդ ռեսուրսին, եթե միավորի ոնց կարա տենց լինի։ Շնորհակալություն։
ուշադրության համար, մենք բնականաբար այս թեմաներից դեռ շատ կխոսենք, շատ կանդրադառնանք, որովհետև այս քարոզչությունը ոչ միտեղ չի կորելու, խնդրում եմ լուրջ վերաբերվենք այս ամեն ինչին։